Սիրելի հետևորդներ ջան, բարևներ, ինչպես եք, ինչպես հացեր դրամատրությունը մեր մոտ ժամը 9-ն է, ինչ եմ ասում մեր մոտ, որովհետև ինձ դիտում են աշխարհի տարբեր կողմերից, միտեղ բարի լույս է, միտեղ բարի երեկո։ Այս կտկտոցը պարզա պրսիքի թեղից է, ինչևէ, այսօր ուզում եմ ձեր հետ մի թեմայի մասին զրուցեմ, սա վլոգ չեմ նկարում, սա փոքրիկ տեսանյութ եմ նկարահանում, որը որ իմ համար շատ ցավոտ տեսանյութ է, երեկվանից եմ մտածում նկարահանեմ, չնկարահանեմ, բայց որպես ծնող չկարողացա անտարբեր մնամ, նամանավանդ, որ զբաղվում եմ բլոգինգով և այդ հարցը ինձ էլ է շատ հուզում։ Ուրեմն, ովքեր ինձ հետևում են շատ շուտվանից, գիտեք, որ ես հետևողական ծնող եմ, մի քիչ էլ հոգուս վրա ծանր է, որ իմ ուզած ձևով Ալեքսը չի սովորում, ինքն էլ իր չափով է սովորում, մենք ունենք մեր չափը, գիտեմ հմի տարբեր կողմից տարբեր կարծիքներ են հնչելու, բայց եկեք սովորենք մեկս մյուսի կարծիքը հարգելը ու իրավիճակը հարգելը։ Մեր կյանքն էլ այսպես է ստացվել, որ այո, դպրոց գնալու ժամանակ մենք գնում ենք տարբեր գործողությունների, դա էլ մերն է, դա էլ մեր կյանքն է, ես դրանից չեմ կոտրվում։ Ովքեր ինձ շուտվանից են հետևում, գիտեն, որ այս վերջերում ես խնդիր ունեցա, ես չէ Ալեքսը, մենք խնդիր ունեցանք, որ լավ տղա են խաղում սենց բաներ, այդ առումով հենց սենց սովորական բառապաշարով ես ուզում եմ ասեմ, որովհետև առօրյա մենք բոլորս էլ այդպես ենք խոսում, եթե հերթը հասնի ոսկեղենի քայլերին, ինձ թվում է գլուխ կհանեմ, ուղղակի ես Անահիտն եմ, պարզ անմիջական, սովորական, որ պահը ոնց ուզում եմ նենց էլ խոսամ։ Ուրեմն, բացի բլոգինգից, դա ինձ հետաքրքիր է, համացանցնել են նայում, պտպտում, շատերիս է, չէ, այսօր դա հետաքրքիր, ու երեկվանից տեղից չեմ գտնում բուլինգի ենթարկված երեխայի մասին լուրը լսելուց ու կարդալուց, քանի որ դա իմ համար ցավոտ թեմա էր, գործողությունն եղել է մեր մարզում, ցավոք սրտի որտեղ էլ լինի, դա ցավ է ցանկացած ծնողի, գիտակից ծնողի համար, ինչ է նշանակում քո երեխուն ուղարկես դպրոց ու տուն չգա, այլև տեղափոխեն հիվանդանոց։ Այս դեպքը հոգուս վրա շատ ծանր նստեց, շատ վատ տարա, որովհետև Երևան գալուց առաջ աշնաններ դեռ ես նկատեցի Ալեքսի պահվածքում փոփոխություն, ես նկատեցի Ալեքսի աչքերում վախ, ես նկատեցի Ալեքսի աչքերում կոտրվելու պահ ու ցավոք սրտի այս պահին մեր պապան տանը չի, չէ, տղաներն ավելի շատ սիրում են պապաների հետ կիսվել, բայց փառք Աստծո իմ տղեն իմ հետ էլ է կիսվում, այս անգամը այդ դեպքը չէր, ես հասկացա, որ մի բան են չի, հեռվից հեռու, կամաց, սենց մանրիկ քայլելով ու քայլերով փորձեցի հասկանամ ինչումն է կայանում խնդիրը և այո, կհիշեք, որ ես 2 թե 3 տեսանյութ ասեցի, բարձրաձայնեցի, բողոքարկեցի, տոն չի դպրոց էլ գնացի, բայց սա իլը տեղից չշարժվեց, որովհետև ցավոք սրտի, ոնց են ասում, լավ ու վատ տղան միշտ էլ խաղում են, ինչը որ կյանքի անարդար օրենքներից մեկն է։ Հիմա ես որ նայում եմ այս երեխուն, իմ երեխի տարիքին է, մարտին շուտով Ալեքսս կդառնա 13 տարեկան, պատկերացնում եք ծնողն ուղարկի դպրոց առողջ երեխա ու ծեծի ենթարկված իր երեխուն ուղարկեն տանեն հիվանդանոց, ոչ թե ուղարկեն
ու երեխան գտնվի այն աստիճանի վնասված, որ չկարողանա բացատրություն տա, թե ինչա պատահել, սա որպես մամա իմ սիրտը շատ ցավացրեց, որպես ծնող շատ անհանգստացա ու կրկին անգամ ուզում եմ բարձրացնել, ուզում եմ հորդորել, որ ծնողներ ջան, մի ծնող ես եմ, մենք բոլորս էլ ծնողներ ենք, եկեք դաստիարակենք մեր երեխեքին բարի հոգով, բարի սրտով, լավ ու վատ չխաղացող, լավ տղա չձևացող, որովհետև կյանքի մի էտապում, այո, լավն էլ ա երևում, վատն էլ ա երևում, ինչ է նշանակում երեխային ուղարկես դպրոց ու հետևից գնաս հիվանդանոց ու գտնես անգիտակից երեխան, այդ ծնողը ինչ անի, մյուս կողմից բա այն ծնողն ինչ անի, երբ որ օրինակ ունի ներառված երեխա, իր երեխան տարբերվում է մյուսներից, թե ֆիզիկական առանձնահատկություններով, թե մտավոր առանձնահատկություններով, ցավոք սրտի երեխաներ կան, որ կրում են ակնոցներ, ցավոք սրտի երեխաներ կան, որ սայլակի վրա են, ցավոք սրտի երեխաներ կան, որ պայքարում են խոսալու, լսելու, քայլելու համար, բա այդ երեխեքի ծնողները ինչ անեն, բա այդ երեխեքը ինչ անեն, մնան տանը, փակվեն 4 պատի մեջ, այդքան հիվանդությունների հետ էլ ձեռք բերեն մի ուրիշ հիվանդություն, եկեք զգոն լինենք, եկեք սթափ լինենք, եկեք մի քիչ գոնե այս հենց մի բուջուր խիղճ ունենանք ու մեր երեխեքին մեծացնենք ոչ թե սենց լավ տղա խաղալու իմիջը ձեռքը տալնու դրոշակի պես ծածանելով, ոչ, մեր երեխեքին դաստիարակենք այնպես, որ դիմացինին չծաղրեն, դիմացինին չառանձնացնեն, դիմացինին չվիրավորեն, դիմացինին չասեն շիշդ վեր կալ գնա ջուր բեր ու չմտնես դասարան ու տվյալ դեպքում իմ երեխեն դրանից վախենա, դիմացինին նորից չծաղրեն ու չասեն դե եթե դու չես կարող լավ խաղաս, ուրեմն պետք է չխաղաս, որ մեր թիմը չպարտվի, ես ինքս անցա այս վերջին եռամսյակում այդ ամեն ինչի մեջով ու իմ համար շատ ծանր ու ցավոտ էր այս թեման, որ դրա համար էլ ուզում եմ բարձրաձայնեմ, ինչ է նշանակում լավ տղա չեն ծնվում, լավ տղա ծնողն իր երեխուն լավ տղա չի դարձնում, ծնողն իր երեխուն լավ տղա դաստիարակում է, ոչ թե ինչքան սենց թույն ու թարախունի մեջը ուղարկի երեխու հետ դպրոց ու դիմացի երեխուն ենթարկեն բուլինգի, եղավ ժամանակաշրջան, սիրելի հետևորդներ, ես չվախեցա, ես բարձրաձայնեցի և հիմա էլ եմ բարձրաձայնում, այո, մեր հետ եղավ նման դեպք, երբ որ ֆիզկուլտի դասին փորձեցին ծաղրեն Ալեքսիս, ինչա թե ինքը թույլ է խաղում, ինչա թե ինքը իրանց սրտով չի խաղում, ինչա թե մի խոսքով այսպես շարան խաղերի ու երեխեն ընկճվել էր, երեխեն չէր ուզում գնար, երեխեն վերջը շատ վատ բաների միջով անցանք, ընդհուպ որ մի խոսքով այստեղ ինչն եմ ես, ինչին եմ եզրահանգել օրինակի համար, երեխուն ուղարկում ենք դպրոց, երեխու երկրորդ տունը դա հենց ինքը դպրոցն է ու ցանկացած ծնող, երբ որ ուզում է իր երեխային ուղարկի դպրոց, օրինակ ես, մեր քաղաքում կան քանի դպրոցներ, ընտրում ես, չէ, այնպիսի դպրոց, որ քեզ հարմար լինի, մի քիչ էլ վերջը լավ լինի,
ինչի՞ չէ նաև ունենա ներառական կրթություն ու երբ որ բանը հասնում է նրան, որ ներառված երեխաներին են փորձում վիրավորեն, ներառված երեխաներին են փորձում ծաղրել, նորից եմ ասել, գնում ենք մենք տարբեր կենտրոններ, գնում ենք մենք տարբեր թերապիաների, թե Ջերմուկ, թե Երևան, այն երեխեքը ինչ անեն, երբ որ օրինակ մտավոր կարողություններով լավն են, առաջընթաց ունեն, բայց պայքարում են մի քայլ քայլելու համար, բայն մյուս երեխան ինչ անի, երբ որ ինքը ուզում է գնա դպրոց, բայց օրինակի համար անուբն չի տարբերում, ինչ է նշանակում, նստենք տանը ու այսպես ասած, ասենք վայ, մենք չենք կարող սովորենք, վայ չէ, դպրոցը մեր տեղը չի, դծաղրեն, այս կանեն, այն կանեն, նամանավանդ այս դարում, երբ որ ներառական կրթությունը բերեցին, կիպ կպցրեցին միջնակարգ կրթության հետ, նորից բուլինգ, նորից ծեծ, նորից ջարդ, չէ որ մենք մեր երեխաներին ուղարկում ենք դպրոց, համարելով դպրոցը երեխայի երկրորդ տունն է, ապա որտեղ է այդ դպրոցի տնօրենը, որտեղ են այդ դպրոցի աշխատող մարդիկ, որտեղ էին հսկիչներ, չէ, օրենքով պիտի լինեն, չէ, որ այսօր ապրում ենք այն ձևի դարում, որ ավելի քաղաքակիրթ ենք ուզում ապրենք, ավելի լավ ենք ուզում ապրենք, ու այդ պայմանները փառք Աստծո, մեր կառավարությունը նամանավանդ դպրոցների հարցում օգնում է առաջատանում, բերեց ներառական կրթությունը, նորից եմ ասում, կպցրեց միջնակարգ սովորական դպրոցների հետ, ու նորից ծաղր, նորից ծանակ, այն որ ասում ենք ծաղրու ծանակի ենք ենթարկվում, ու ցավոք սրտի չգիտեմ կգտնվի սրա լուծումը, թե ոչ, չգիտեմ, երբևիցե ծնողը հանգիստ խղճով կկարողանա իր երեխային ուղարկի դպրոց, մտածելով, որ ամեն ինչ լավ կլինի ու ամեն ինչ գոնե հարթ կընթանա, բա որտեղ են այդ դպրոցի համապատասխան աշխատողները, չէ որ միջանցքում պիտի լինի հսկող, չէ որ ըստ օրենքի և ժամանակակից պայմանների պիտի լինեն տեսախցիկներ, չէ որ օրինակ ես կողմ եմ և որպես ծնող պահանջում եմ, որ դպրոցն ունենա իր ոստիկանը, դպրոցն ունենա ամեն դասարանում տեսախցիկ, որ ցանկացած ծնող կարողանա տեղյակ լինի դասարանում կատարվող իրավիճակից, դասարանում ընթացող ծաղրու ծանակից, երբ որ երեխաները տեսնում են, որ չկա ուսուցիչ կամ ուսուցչուհի ու փորձում են սենց շայկա անեն, իրանց բարբառով ասեմ, ու դիմացի թույլին նեղացնեն, դիմացի թույլին ասեն, դե դու չի ես գալի դպրոց, մեկա չի ստացվում քո մոտ, ախր ինչի համար, ախր այդպես են ձեր մամաները ձեզ դաստիարակել, ախր այդպես, չէ որ ասում են, երեխան տան, հայելին ու արտացոլանքնա, ինչ եք կարծում, սա ճիշտ է, իմ համար սա շատ ցավոտ թեմա է, սիրելի հետևորդներ, որովհետև ամիսներ առաջ, երկու հոկտեմբերն էր, այս որ ամիսն, 3 ամիս առաջ, ես անցա այս ամեն ինչի միջով ու վստահ եմ դեռ անցնելու եմ, որովհետև մինչև այդ լավ տղա խաղալու թեմաները չվերանան, ոչ մի ծնող, մանավանդ եթե զգում է ծնողը, և զգում է և տեսնում է և ականջին հասնում է, որ
վերջել իր երախուն փորձում են եւ ենթարկում են բուլինգի եւ ենթարկել են բուլինգի եւ ցավոք սրտի ենթարկելու են բուլինգի, որ ծնողը բա այդ դեպքում հանգիստ ու խաղաղ կնստի։ Ինձ թվում է ոչ մեկը տվյալ դեպքում, երբ որ մեր դեպքը տեղի ունեցավ, ես առանց ամաչելու, թող ինձ ասեն վատ ծնող, թող ինձ ասեն քիչ խոթան ծնող, թող ինձ ասեն ով էլի եկավ, բայց ես իմ երեխայի հարցը անտարբեր չեմ թողնում, որովհետև միևնույնն է, սայլը տեղից չի շարժվելու, մինչև կամ մի հատ սենց մեծ բողոքի նամակ չգրես, կամ չզանգես համապատասխան մարգիններ, կամ էլ վերցնես ու երեխայիդ տեղափոխես մի ուրիշ դպրոց, բայց երբ որ մեր մոտ եղավ դեպքը, ես բարձրաձայնեցի ու իհարկե դրա մասին իմացան համապատասխան մարդիկ ու ինձ ասում են, ինչի բարձրաձայնեցի, հապա ինչի չբարձրաձայնեմ, որ ցավոք սրտի այն երեխու վիճակը տեսնում ենք, չէ՞ ինչա, բա քանի իմ նման ծնող, եթե չբարձրաձայնի, Աստված մի արասցե, ինչ կլինի, ոչ մեկս չգիտենք, դրա համար հարգելի ու սիրելի ծնողներ ջան, եկեք մեր երեխեքին դաստիարակենք դիմացինին օգնելու սկզբունքով ու միտումով։ Մյուս կողմից էլ հարգելի ու հարգարժան դպրոցի տնօրեններ ջան, դպրոցի աշխատակազմ ջան, խնդրում եմ, մի փոքր էլ պահանջում, երբ որ դուք վերցրել եք դպրոցի տնօրեն կոչվելու տիտղոսը, պատգամը, գործը, գործողությունը, դա լավ գործ է, դա շատ միևնույն ժամանակ էլ պարտավորեցնող գործ է, խնդրում եմ ձեր գործին գիտակ եղեք, ուշադիր եղեք, հոգատար եղեք ու մի քիչ էլ պահանջկոտ եղեք, այդ գործողությունները, որ անեք ու պահանջեք, վստահ եմ, ոչ մի դպրոցում նմանատիպ ցավալի դեպքեր չեն լինի։ Մյուս կողմից էլ խնդրանքս մեր հարգարժան Հայաստանի Հանրապետության բոլոր ուսուցիչ, ուսուցչուհիներին, հանձինս մեր դպրոցի, իմ շատ ու շատ սիրելի ու հարգելի ուսուցիչներ ջան, երբ որ կրթում եք մեր երեխաներին, երբ որ ուսուցանում եք մեր երեխաներին, կապ չունի դա իրանք կլինեն առաջի դասարանում, թե 9-րդ դասարանում, խնդրում եմ, եղեք ուշադիր, եղեք մի փոքր էլ հոգեբանի կարգավիճակում, եղեք մի փոքր էլ խիստ, որ ամեն աշակերտ իմանա իրա տեղը, իմանա իրա դերը, չէ որ դպրոցը մեր երեխաների երկրորդ տունն է, չէ որ դասղեկը մեր երեխաների երկրորդ մաման է, ես ինքս այդպես եմ կարծում, ես ինքս այդպես եմ մտածում ու խնդրում եմ երբեմն նամանավանդ ցանկացած դասարանում, նորից եմ ասում, կլինի դա առաջի դասարան, կլինի դա 9-րդ դասարան, հաճախակի անցկացրեք դասղեկական ժամեր, հաճախակի կանչեք դասարան, այն դասարան, որտեղ կան ներառական կրթությունով զբաղվող երեխաներ, ներառված երեխաներ, այսինքն այդ դասարան հաճախակի կանչեք համապատասխան աշխատակիցներ, եթե իհարկե իրոք կան այդ աշխատակիցները ոչ թե թղթի վրա են, այլև իրական աշխատողներ, կանչեք հոգեբաններ, կանչեք սոցմանկավարժներ, չէ որ այդ ներառված երեխաները դպրոցի ֆոնդին բերում են գումար, որով որ վարձատրվում են
եւ աշխատակիցները եւ դպրոցի իր ֆոնդում ունենում է գումար, ուրեմն բարի եղեք ու Աստծո առաջ մաքուր գործ արեք։ Այսքանը ասելուց հետո զգում եմ, որ սիրտս մի թեթև խաղաղվեց, որպես մամա ես իմ պարտքը կատարած եմ համարում, նամանավանդ այնպիսի մամա, որ ամիսներ առաջ այս ամեն ինչի միջով ես անցա, շատ ծանր դեպքերի միջով անցա, ամեն բան չի, որ ուզում եմ բարձրաձայնեմ, հլավոր, այնպես որ եղեք ուշադիր, հարգելի դպրոցների տնօրինություն, աշխատակազմ, դասղեկները թող հաճախակի անցկացնեն դասղեկական ժամեր, զրուցեն իրանց երեխեքի հետ, գոնե դասղեկը ցուցանի, որ դիմացինին օգնելու կարեկցանքը լավ բան է, գոնե դասղեկը կապ չունի 6-րդ, 7-րդ, թե 3-րդ դասարանում հասկացնի երեխաներին, որ ոչ մի երեխա չի ուզենա լինի կամ ներառված, կամ չսովորող, կամ ֆիզիկական հատկանիշներից զրկված, ցավով եմ ասում սայլակի վրա, միգուցե ծնողները պարապ չեն ասած մեր լոռեցիներին, որ իրանց երեխեքին, այսպես ասած, այդքանը ասեն, խնդրում եմ ուղղակի եւ պահանջում, հարգելի դպրոցի աշխատակազմներ, հանձինս մեր դպրոցի, խնդրում եմ, մի փոքր եղեք ուշադիր, այսքանը այս պահի համար, կհանդիպենք օրվա վլոգում։